Մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, մեր քաղաքում ենք ապրում, մեր ազգի, մեր ժողովրդի, այս մեր շրջապատում եղած իրավիճակի մեջ ենք ապրում։ Այս իրավիճակի նորից եմ կրկնում, առաջի անգամ չէ որ ասում եմ, այս իրավիճակի մեղավորը մենք ենք։ Ամեն մեկս այս իրավիճակի համար պատասխանատու ենք, որտեղ մենք մեր կյանքը չենք ապրել փնտրելով վերին կերակուրը։ Գնացել ենք աշխատել ենք կորստական կերակրի համար, հասկանում եք ինչ եմ ասում։ Չենք ապրել մեր կյանքը Աստծուն որպես հայր, տեր, գերագույն սեր մեր կյանքերի մեջ ունենալով։ Բնական է, այդ ամեն ինչի վախճանը այսպեսին պիտի լինի, այդ ամեն ինչի արդյունքը այսպեսին պիտի լինի, բա ինչ պիտի անենք։ Դժվար չի։ Ասում եմ գնացեք, ապրեք, աշխատեք, մտածեք ուրիշ բաների մասին։ Ոչ այն նրա մասին, ինչով ապրեցիք ու հասակ այս վիճակին։ Փոխեք ամեն ինչ։ Քահանան փոխի, եպիսկոպոսը փոխի, կաթողիկոսը փոխի, վարչապետը փոխի, նախարարները փոխեն, միջազգային ազգերի կազմակերպը, չէ։ Ուր գնացի հասա։ Ես պիտի փոխեմ։ Ինչը պիտի փոխեմ։ Այն ինչ ինձ վերաբերվում։ Այն ինչ ես կարող եմ փոխել, այն ինչի փոխելու իշխանությունը, կարողությունը ինձ տրված է Աստծուց։ Մեկ ժողովրդի մեջ խոսք կա, ասում է մեկ ծաղկով գարուն չի գա։ Մեկ ծաղկով գարուն կգա։ Օրինակ բերեմ, Նոյը մի հատ ծաղիկ էր, գարուն եկավ։ Աշխարհը կործանվեց, բայց մարդկությունը չկործանվեց, որտեղ Նոյը մի հատ ծաղիկ էր։ Ամբողջ աշխարհը ապականվել էր բացի Նոյից, բայց Նոյը գարուն բերեց աշխարհին։ Նորից աշխարհը վերածնվեց։ Սոդոմ Գոմորը ապականվել էր, բայց մի հատ ղովտ կար։ Այդ ղովտը չկործանվեց ապականված Սոդոմ Գոմորի հետ։ Մի հատ լուսավորչի գլխին թափվել էր ամբողջ ազգը եւ ուզում էր խեղդել, թաղել խոր վիրապում, բայց այդ մի ծաղիկը դուրս եկավ խոր վիրապից եւ ամբողջ աշխարհը, Հայաստան աշխարհը լուսավորեց Քրիստոսի ավետարանի լույսով։ Երբեք չմտածենք, որ մեկով բան չի փոխվում։ Մեկով շատ բան է փոխվում։